Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր մայիսի 5-ն է, երկուշաբթի։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է խստացնել պայքարը թմրամոլության և թմրամիջոցների շրջանառության դեմ։ Նախագիծը ներկայացրած քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը նախ նշել է այն երկրների ցանկը, որտեղ թմրամիջոցների ապօրինի շրջանառության որոշ դեպքերի համար նախատեսվում է մահապատիժ կամ ՑՄՀ ազատազրկում, ապա ներկայացրել է վիճակագրական պատկերը Հայաստանում։ 2023 թվականին նախորդ 2022-ի համեմատ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը մեր երկրում աճել է 123%-ով, այսինքն ավելի քան կրկնակի։ 2023 թվականի ընթացքում գրանցված հանցագործությունների քանակը 4556, որոնցից մեղադրական եզրակացությամբ հետագայում ուղարկվել են դատարան 942-ը, կամ մոտավորապես 17-18%-ը, տրվյալ տարվա ընթացքում մեղադրանք առաջադրված անձանց քանակը 1011 քաղաքացի, այսինքն 1011 քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ, 942 քրեական գործ գնացել է դատարան, բայց ընդհանուր հայտնաբերվել է, ինչպես նշեցի, 4556 դեպք։ Չափազանց կարևոր նախաձեռնություն է եւ կարևոր է, որ սա համակարգային խնդիր է, որպես դիտարկվում։ Իմ հարցը մի քանի ենթատեքստ ունի։ Առաջինը հետեւյալն է, ակնհայտ է, որ կանխարգելում, բացահայտում, պատժում շղթայի մեջ կենտրոնական տեղում կանխարգելումն է։ Այս նախագիծը ծանոթանալով կարծում եմ շատ քիչ տեղ է հատկացված կանխարգելմանը։ Պատիժների խստացումը եւ խստությունը իր հետ բերելու է նաեւ կանխարգելման խնդիրներ լուծելու, որպեսզի մեր քաղաքացիները, ինչպես նշեցի, օրինակ այս բային գործող կարգավորումներով խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության պատասխանատվություն է նախատեսվում մինչև 6 տարի ժամկետով։ Երբ մենք այս պատժի շեմը բարձրացնում ենք, դա լինում է պակաս գրավիչ եւ նաեւ ունենում է կանխարգելման գործիք հանդիսանում։ Բայց կանխարգելման համար սրանով չենք սահմանափակվում եւ մի շարք այլ գործիքակազմեր ենք օգտագործում եւ հիմա էլ առաջիկայում էլ նաեւ վարչապետի առաջարկությամբ դրանք էլ ավելի մեծ թափ կստանան, խոսքը վերաբերվում է կամավոր կամ ընտրանքային թեստավորմանը, եւ մենք ուսումնական հաստատություններում, ուժային կառույցներում, ինչու՞ չէ ազգային ժողովում իրականացնենք թեստավորումներ, որպեսզի մեր քաղաքացիները իմանան, որ հնարավոր է իրենք պատահականության սկզբունքով ստիպված լինեն թեստավորվելու եւ սա նույնպես բերի կանխարգելման։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունը։ Նախագիծը ներկայացրել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Հայաստան խմբակցության ներկայացուցիչը հիշեցրել է, որ առաջին ընթերցման ժամանակ ձեռնպահ են քվեարկել, իսկ երկրորդ ընթերցմանը կողմ են քվեարկելու։ Նախագծի համաձայն զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի, գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի, վարչության սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոններ ու վարձատրության գործակիցներ։ Արևմտյան պետությունների, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնդային մակարդակից բարձր սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի, բանակային ուղղությունների և շտաբային սերժանտների պաշտոնների առկայություն, որոնք ղեկավարում են ցածր օղակի սերժանտների գործունեությունը և ապահովում սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը։ Մենք աշխատանքային կարգով օրերս գլխավոր շտաբ պետերակալ գեներալ Երոյանի հետ շատ բարոյական քննարկել ենք, դրա համար շատ հարցերի կարիք չկա, ուղղակի Կարևոր նիստը հրապարակային էր մի հարցի շուրջ ուզում որ պարզաբանում տայք, խնդրել էի ճշտել պարոն գեներալից, թե նայեք իրականում բարեկային ծառայություն առանց ատեստացիայի շատ բարձր վարձատրվում է եւ հավես զինված ուժերում շփումների զինծառայողների շատ-շատերը, ովքեր նաեւ մարտական հերթապահություն են իրականացնում, այդ խայտառակ անհավասարությունից
շատ դժգոհ են։ Հիմա սերժանտական ինստիտուտի ներդրման դեպքում սերժանտի աշխատավարձի չափը որքան է լինելու եւ արդյոք հավասարազոր է լինելու պայմանական ասեմ բարեկային ծառայողի աշխատավարձին, որ նաեւ մի քանի մարդիկ պատկերացնեն։ Շնորհակալություն, ես թվերը հնչեցնեմ, համեմատությունը ես չեմ կարող ասել, որտեղ տեղյակ չեմ, թե բարեկային ծառայողները որքան են ստանում։ Տեսեք, մեզ մոտ կան խմբեր, այսինքն հստակ մեր պաշտոնները դասակարգված են խմբերով։ 7-4 խմբի սերժանտի համար նախատեսված է նվազագույնը 222,000, իսկ ատեստավորվելու պարագայում կկազմի 400 մոտ, ես մոտ եմ ասում, մոտ 490,000 դրամ։ 9-8 խմբի սերժանտի համար նվազագույնը 362,000, ատեստավորվելու պարագայում կկազմի շուրջ 630,000 դրամ։ Իսկ 9 խմբի համար մոտ 400,000, ատեստավորվելու դեպքում կգերազանցի 670,000 դրամ։ Այս տարի Հայաստանում նախատեսվում է կիրառել ջրծաղիկի դեմ նոր պատվաստանյութ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանի խոսքով պատվաստումները կստանան նախազորակոչային և զորակոչային տարիքային խմբում գտնվող անձինք, ինչպես նաև 2023 թվականի նոյեմբերից հետո ծնված երեխաները։ Տնօրենը նշել է նաև, որ ծրագիրը մշակվել է համաճարակաբանական տվյալների և առողջապահական ռազմավարության հիման վրա։ Երբևէ մտածել եք, որ առաջին պատվաստանյութերն ի հայտ են եկել մոտ 230 տարի առաջ, սակայն մինչ օրս պատվաստումների շուրջ չդադարող քննարկումները հասարակության մեջ շարունակում են տարակարծություն առաջացնել։ Գլխավոր հարցն է, արդյոք պատվաստումները վտանգավոր են թե ոչ։ Հենց այս կասկածն է, որ միլիոնավոր մարդկանց ետ է պահում կանխարգելիչ պատվաստումներից։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանի խոսքով անհրաժեշտ է ամրապնդել առողջապահական հաստատությունների և հասարակության միջև երկխոսությունը, քաղաքացիներին գիտելիքներով զինելու և նրանց իրազեկված ընտրությունը ապահովելու համար։ Նա ընդգծում է, որ միայն տեղեկատվության հասանելիությունն ու վստահության մթնոլորտը կարող են նպաստել պատվաստումների թվի աճին։ Համապարփակ պատվաստումային գործընթացի շնորհիվ բավականին հետընթաց է նկատվում նման վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների մասով, ինչպիսիք են եղել կարմրուկը, կարմրախտը, ներկայումս մարդիկ, չեմ ուզում շատ կտրուկ տերմիներ օգտագործեմ, բայց կարծես թե մոռացել են դրանց ողջ բացասական ազդեցությունը, որոնք կարող են ունենալ բարդությունները, ընդհուպ մինչև մահվան դեպքեր, եւ բնականաբար մեր առաքելությունը կայանում է նրանում, որ մշտապես զգոն եւ իրազեկ պահենք մեր հասարակությանը, որպեսզի շարունակվի այն ձեռքբերումը, որը մենք ձեռք ենք բերել տարիների ընթացքում, այսինքն այն ինչ որ մենք հիմա ունենք, բարձր պատվաստումային մակարդակ, դա տարիների աշխատանք է, որը պետք է պահպանել, հակառակ դեպքում հետընթացի դեպքում կրկնակի առաջընթացը շատ ավելի դժվար է լինելու։ Նախքան որևէ երկրի պատվաստանյութ երկրի տարածքում կիրառելը իրականացվում է որոշակի վերլուծություն։ Հաշվի առնելով տվյալ հիվանդության տարածվածության մակարդակը, ախտորոշված դեպքերի թիվը և համաճարակաբանական իրավիճակը, տնօրեն Ստեփան Աթոյանը նշեց, որ ջրծաղիկի դեմ նոր պատվաստանյութի ներդրումն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան, անցկացնելով մի շարք անվտանգության և արդյունավետության փորձարկումներ։ Մենք նույնպես մեր ներկա վիճակագրությունը ուսումնասիրելով նախարարությունը եկել այն եզրակացություն, այո, սա կարևոր է եւ դեռևս նախորդ հիմնական կանխարգելման ազգային ծրագիրը հաստատելիս նախատեսվել է, որ ջրծաղիկի պատվաստանյութը պետք է ներդրվի։ Ցանկանում նշել, որ այն ներդրվեց 25 թվականից եւ բավականին հարթ ընթանում է, ու ակնկալում ենք արդեն առաջիկայում կտրուկ նվազում հիվանդացության։ Ներկայումս 23 պատվաստումը հասանելի է 2023 թվականի նոյեմբերից հետո ծնված երեխաների եւ նախազորակոչ եւ զորակոչային տարիքի անձանց համար։ Պատվաստումների կարևորությանն անդրադարձավ նաև Հայաստանում առողջապահական համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Սիդհարթ Դատան, ընդգծելով կանխարգելման անգնահատելի դերը։ Նրա խոսքով շատերը երբեք չեն իմանա, թե ինչ է պոլիմերիտը, եւ հենց այդ պատճառով իրենց նպատակն է ապահովել, որ ոչ ոք այլևս չտառապի այս ծանր եւ վտանգավոր հիվանդությամբ։ Թող այն մնա միայն պատմության էջերում, շեշտեց դոկտոր Դատան։
Վերջին 50 տարիների ընթացքում մոտ 154 միլիոն մարդ փրկվել է դիֆթերիայից, կարմրուկից, կարմրախտից, կապույտ հազից եւ այլ վարակիչ հիվանդություններից պատվաստանյութերի շնորհիվ։ Պատվաստանյութերի հավասար հասանելիությունը պարզապես նպատակ չէ, այլ իրավունք։ Պատվաստման ծրագիրը ընդհանուր պատասխանատվություն է եւ հենց դա է պատճառը, որ մենք այստեղ ենք, որոշակի չափանիշներ եւ պատասխանատվության վերահսկողություն սահմանելու համար։ Հայաստանում 1 տարեկանների շրջանում պատվաստումներում ընդգրկվածությունը գրեթե 93% է, իսկ վերջերս ներդրված ջրծաղիկի դեմ պատվաստանյութով արդեն պատվաստվել է շահառու խմբի 13%-ը։ Ստեփան Աթոյանի խոսքով այսօր մեր երկրում իրականացվում են պատվաստումներ 20 տարբեր վարակիչ հիվանդությունների դեմ, ապահովելով բնակչության լայնածավալ պաշտպանությունը։ Զվարթ Ղազարյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Ապրիլի 29-ին Գյումրիի Գարեգին Նժդե փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հանգամանքների ուսումնասիրությունը գտնվում է նախաքննության փուլում։ Հիշեցնենք, Հրշեջ փրկարարական մեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով 1 մարդ զոհվեց, 4-ը վիրավորվեց, այդ թվում 9 տարեկան աղջիկ երեխա։ Նա ստացել էր բազմակի կոտրվածքներ եւ ծանր վիճակում տեղափոխվել Երևանյան կլինիկա։ Ըստ Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալների, այդ օրը ժամը 10:05-ին կանչով Հրշեջ մեքենան շտապել է դեպքի վայր Գյումրիի Ղորղանյան 22 հասցե, որտեղ էլեկտրասյուն էր այրվում։ Դեպքի վայր մեկրող Հրշեջ փրկարարական մեքենան ձայնային ազդանշանով ճգնաժամային կառավարման կենտրոնից դուրս գալուց րոպեներ անց վթարի է ենթարկվել։ Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պատասխանատուն անհիմն է համարում այն խոսակցությունները, թե որևէ կանչի Հրշեջները չեն շտապել եւ որ մեքենան ջրով թե լցված է եղել։ Շիրակի մարզային փրկարարական վարչությունից հայտնում են, որ առանց ահազանգի կամ կանչի փրկարարական ջոկատները կայանից դուրս գալու իրավունք չունեն։ Խոշոր ավտովթարից տուժած 3 Հրշեջ փրկարարներից մեկը կողերի կոտրվածքով շարունակում է բուժումը Գյումրի բժշկական կենտրոնում, 2-ը դուրս են գրվել։ Շիրակի մարզում աղքատության մակարդակի ցուցանիշը վերջին տարիների նույն կայուն տխուր պատկերն ունի մյուս մարզերի համեմատ ամենաբարձր տոկոսներով, որոնք են մարզի աղքատացման եւ այն չհաղթահարելու գլխավոր պատճառները։ Ուսումնասիրություններ ու վերլուծություններ է կատարել պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, էթնոաշխարհագետ Արտաշես Բոյաջյանը։ Վերլուծել է ազդեցության գործոնները, որոնք ինքնըստինքյան հանգեցնում են հաղթահարման ամենակարճ տարբերակներին։ Այս մասին էթնոաշխարհագետը խոսել է Շիրակի մարզի աղքատության մակարդակը եւ միտումները թեմայով գիտական քննարկում սեմինարի ժամանակ։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչքան է բարձր Շիրակի մարզի բնակչության աղքատության ցուցանիշը, էթնոաշխարհագետը նախ ներկայացնում է աղքատության մակարդակը ամբողջ աշխարհում։ Համաշխարհային տվյալները այնքան էլ թարմ չեն։ 2017 թվականի ցուցանիշներից է խոսում մասնագետը։ Հավելում, աշխարհի աղքատ բնակիչները շատացել են։ Ամբողջ աշխարհում բնակչության աղքատության մակարդակը 92% է, հիմա ավելի բարձր, որտեղ քան գնում բնակչության մակարդակը ավելի անում պարադոքսն է, որ տեխնոլոգիայի զարգացման այս պայմաններում առաջի հայացքից թվում է, թե աղքատության հաղթահարվել կան զարգացման հայեցակարգի համապարփակ, բայց իրականում ավելի է աշխարհը դառնում ոչ ապահով շարունակել դուք արդեն գիտեք։ Այսինքն ամբողջ աշխարհում 679 միլիոն մարդ աղքատ է ապրում 2011 թվականի տվյալներով։ Այդ նույն ցուցանիշը Հայաստանի Հանրապետությունում միջինը կազմել է 25.7%, իսկ Շիրակի մարզում 44.3%։ Բոյաջյանը Շիրակի մարզի բնակչության աղքատացման մի քանի փուլեր է առանձնացնում։ Առաջին փուլը թվագրվում է 1988-ից 1991 թվականներին։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բնակչության աղքատացման սկիզբը դրվեց։ Շիրակի մարզի նյութական ամենամեծ կորուստները 88-ի աղետի հետևանքով էին։ Նյութական այս կորուստներին հետո գումարվեցին մասնավորեցման տարիների հետևանքները, երբ արդյունաբերական գործարանները մասնավորի ձեռքն անցան, ապա դադարեցին աշխատել ու մաս-մաս վաճառվեցին։ Ու հիմա առանց արդյունաբերության Շիրակի մարզում տնտեսական գործունեության որևէ ոլորտ լուրջ արդյունք չի կարողանում ապահովել։ Իսկ երկրի տնտեսության զարգացման հիմքը սպասարկման ոլորտը չէ, զբոսաշրջությունը չէ, բանկերը չէ, նրանք օժանդակող ճյուղերն են։ Տնտեսության զարգացման հիմքը այն ասյունը դա արդյունաբերությունն է, որտեղ նյութական ապրանք է, իրական տնտեսությունը արտահայտվում է նյութական արտադրությամբ։
Աղքատության բարձր ցուցանիշն էլ իր հերթին հանգեցնում է ժողովրդագրական պատկերի փոփոխության, բացասական դինամիկայով։ Սոցիալական խնդիրները հոգալ չկարողացող ընտանիքները արտագաղթել են մշտական կամ ժամանակավոր։ Ժամանակավոր կամ սեզոնային միգրացիայի արդյունքում ըստ Բոյաջյանի որոշակի ժամանակահատվածում հնարավոր է եղել աղքատության ցուցանիշը փոքրիչ նվազեցնել։ Խոսքը արտագնա աշխատանքի մեկնողների ուղարկած տրանսֆերների մասին է։ Աղքատության հաղթահարումը արդեն ասացի, այդ տրանսֆերներն են, որ ուղարկվել է Հայաստան։ Եվ այստեղ մի առանձնահատկություն էլ եմ ուզում նշել։ Մեր պետական սեկտորում աշխատողների աշխատավարձը ավելի բարձր է, քան մասնավոր սեկտորում։ Երևան քաղաքում հակառակն է։ Մասնավոր սեկտորում աշխատողների աշխատավարձը ավելի բարձր է, քան պետական սեկտորում։ Այսինքն չեն ուզում գնալ պետական սեկտոր։ Ոնց որ տարբեր հանրապետություններում լինենք։ Ինչպես Արիստոտելն է ասել, եթե դուք ձեր երկրում ունեք փոքրաթիվ աղքատներ, փոքրաթիվ հարուստներ եւ մեծաթիվ աղքատներ, ուրեմն դուք ունեք երկու պետություն՝ հարուստների եւ աղքատների։ Իսկ եթե ընտանիքը սոցիալապես ապահովված չէ, ուրեմն եւ դեմոգրաֆիական պատկերը դրական տեղաշարժ չի արձանագրի։ Ծնելիության մակարդակը ըստ Արտաշես Բոյաջյանի փոքր-ինչ այլ է գյուղական բնակավայրերում։ Այստեղ էլ պարզվում է շատ երեխաներ ունենալը սոցիալական աջակցություն ստանալով է պայմանավորված։ Երրորդ երեխա ունեցողների թիվը շատացել է։ Ինձ համար տարօրինակ է, թե ինչի երրորդ երեխան են ունենում, էլի։ Հարցրեցի, վերջում պարզվեց, որ այդ երրորդ երեխա ունենալու հիմնական դրդապատճառներից մեկը եղել է այդ 1 միլիոն դրամ վճարելը միանավակ, որը առելու մեկից վարկ էր մարել։ Աղքատություն առաջացնող պատճառների վերլուծությունը մասնագետին հանգեցրել է մեկ եզրակացության։ Այն է, Շիրակի մարզում աղքատության ցուցանիշը նվազեցնելու միակ ու ամենակարճ ճանապարհը արդյունաբերության զարգացումն է, թեև մեծ գործարաններ ունենալու հեռանկարներ չկան։ Տեխնոաշխարհագետը նշում է, իրավիճակը կարող են փոխել ներդրումները, որոնք տեղական, թեկուզ փոքր ծավալով արտադրության կազմակերպում կապահովեն։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Մայիսի 5-ի գիշերը Ռուսաստանի Պոդոլսկի շրջանում խոցվել են Մոսկվա թռչող 4 անօդաչու սարքեր։ Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ զոհեր չկան։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Մոսկվայի մարզում խոցված 4 անօդաչուներից բացի 17 ԱԹՍ է խոցվել Բրյանսկի եւ եւս 5 Կալուգայի մարզերում։ Անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանը գործել է սահմանափակումներով։ Միջազգային նորություններից կարևորները ներկայացնենք տեսաշարում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի իշխանավարման 25-ամյակի առթիվ պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ֆիլմում լրագրողի հարցին, թե կա արդյոք միջուկային սրասման վտանգ, Վլադիմիր Պուտինը պատասխանել է, թե Ռուսաստանը բավարար ուժ եւ ռեսուրսներ ունի Ուկրաինայում սկսած պատերազմը տրամաբանական ավարտին հասցնելու համար։ Նա հույս է հայտնել, որ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի լինի։ Դրանք ուզում էին մեզ սադրել, որպեսզի մենք սխալներ թույլ տանք, ասել է Պուտինը, հավելելով. այդ զենքեր կիրառելու անհրաժեշտություն չի եղել եւ հուսով չի լինի։ Պուտինը նշել է, որ չնայած այն ողբերգությանը, որն ապրում են այսօր, Ռուսաստանի եւ Ուկրաինայի հաշտեցումն անխուսափելի է եւ միայն ժամանակի հարց է։ Նախագահի խոսքով Ռուսաստանը բավականաչափ ուժ եւ ռեսուրսներ ունի 2022 թվականին սկսվածը հասցնելու իր տրամաբանական ավարտին, այն արդյունքով, որն անհրաժեշտ է Մոսկվային։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է պատասխանել Իսրայելի Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանին Եմենի հութիների կողմից հասցված հարվածներին, հավելելով, որ Իրանը նույնպես կբախվի հարվածի հետևանքների հետ։ Հիշեցնենք, որ 3 Եմենի հութիների խմբավորման կողմից արձակված բալիստիկ հրթիռը հարվածել է օդանավակայանի մոտ տարածքին, վնասելով ճանապարհը։ Հարվածի հետևանքով դադարեցվել է օդանավակայանի աշխատանքը, հայտնել է Ալ Ջազիրան։ Իսրայելական լրատվական միջոցները հաղորդել են, որ ամերիկյան արտադրության ԹՀԱՏ առաջադեմ համակարգը եւ իսրայելական հեռահար ՌՈ պաշտպանական համակարգը չեն կարողացել խոցել հրթիռը։ Հետաքննություն է ընթանում։ Ըստ իսրայելական կողմի հարվածից տուժել է 8 մարդ։ Եմենի Անսար Ալլա Զինյալ խմբավորումը կիրակի երեկոյան հայտարարել է Իսրայելի օդային համապարփակ շրջափակման մասին՝ ի պատասխան Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման քրեական պետության որոշման։
Իրանը Ղասեմ Բասիր անվանումով նոր բալիստիկ հրթիռ է արձակել, որի հեռահարությունը 1200 կիլոմետր է, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարը։ Նա սպառնացել է հարվածել ԱՄՆ ռազմակայաններին եւ զինված ուժերին, եթե Վաշինգտոնը կամ Թել Ավիվը որոշեն հարձակվել Իրանի վրա։ Վերջապես օգտագործելով ճշմարիտ խոստում 1 եւ ճշմարիտ խոստում 2 գործողությունների փորձը, մենք վերջերս հաջողությամբ փորձարկեցինք նոր բալիստիկ հրթիռ։ Այս հրթիռը շատերի մեջ գտնում է հենց կոնկրետ թիրախը եւ խոցում այն առանց նույնիսկ 1 մետր շեղման եւ առանց GPS նավիգացիոն համակարգի օգտագործման, ասել է Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Հիշեցնենք, որ ճշմարիտ խոստում 1 եւ ճշմարիտ խոստում 2-ը Իսրայելի դեմ Թեհրանի իրականացրած գործողություններն են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է նախագահական 3-րդ ժամկետում առաջադրվելու մասին տարածվող տեղեկությունները։ NBC-ին տված հարցազրույցում նա թվարկել է մի քանի հնարավոր իրավահաջորդների մասին։ Հարցին, թե հաջորդ ընտրություններում հանրապետական կուսակցությունից ով կարող է առաջադրվել, ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփը պատասխանել է, որ կան 10-ից 15 հոգի որպես իր հնարավոր իրավահաջորդներ, նշելով փոխնախագահ J.D. Vance-ին կամ պետքարտուղար Մարկո Ռուբիոին։ Հարցին, թե արդյոք ԱՄՆ տնտեսությունը կարող է շարունակել անկումը, ԱՄՆ նախագահը պատասխանել է. ամեն ինչ հնարավոր է, բայց ես կարծում եմ, որ մենք կունենանք մեր երկրի պատմության լավագույն տնտեսությունը։ Թրամփը նաև փորձել է մեղմել մտավախությունները, որ ամերիկացիները պետք է պատրաստվեն խանութներում ապրանքների պակասի, քանի որ առևտրային պատերազմը շարունակվում է։ Ոչ, ես դա չեմ ասում, ես պարզապես ասում եմ, որ ձեզ հարկավոր չէ գնել 30 տիկնիկ, դուք կարող եք գնել 3-ը, ձեզ հարկավոր չէ ունենալ 250 մատիտ, դուք կարող եք վերցնել 5-ը, ասել է նա։ Ռումինիայում երեկ կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է ազգայնական դաշինք հանուն ռումինացիների միավորման կուսակցության առաջնորդ Ջորջիո Սիմեոնը, հավաքելով ձայների 41%-ը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սիմեոնի մրցակիցը կլինի Բուխարեստի քաղաքապետը եւ աջ-կենտրոնամետ Ռումինիայի փրկության միության հիմնադիր Նիկուսոր Դենը, որն առաջին փուլում ստացել է ձայների 21%-ը։ Ընտրությունների հաղթողը կորոշի երկրորդ փուլում, քանի որ տեխնացուներից ոչ մեկն առաջին փուլում չի ստացել ձայների 50%-ից ավելին։ 38-ամյա Սիմեոնը գովաբանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, կրում է նրա նկարներով բեյսբոլի գլխարկներ եւ հայտարարում, որ իր կուսակցությունը հանրապետական կուսակցության դաշնակիցն է։ Սիմեոնը դեմ է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը, քաղաքական գործչին 3 տարով արգելել են մուտք գործել Ուկրաինա։ Նրան նաև արգելված է մուտք գործել Մոլդովա։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորություններից սպասեք մեր հաջորդ թողարկումներում։